Բոլորի կողմից ճանաչված և սիրված դերասանուհի Ռոզա Դավթյանը շարունակում է մեծ ակտիվություն ցուցաբերել ինստագրամյան հարթակում։ Նա գրեթե ամենօրյա հրապարակումների տեսքով ցույց է տալիս իր առօրյայից կադրեր, թե ինչպես է պատրաստվում գնալ ծննդյան տարեդարձի, ինչպես են անցկացնում երեկոներն ինքն ու ամուսինը միասին և այդպես շարունակ։ Դերասանուհի Ռոզա Դավթյանը օրերս ներկայացրել է, թե ինչպես են ինքն ու ամուսինը Գուրգենը պատրաստվում գնալ օդանավակայան դիմավորելու Գուրգենի քույրիկին և նրա դստերը։ Ռոզան գեղեցիկ ծաղկեփնջեր է պատրաստել և հենց դրանցով էլ նա պատրաստվում է դիմավորել ամուսնու քույրիկին և դստերը։ Գնում ենք այրոպորտ Սուսիկին ու Ալային դիմավորենք, տեսեք Սուսի առաջին բուկետիկն է, այնքան սիրուն է ստացվել, սա էլ մեծը, մամային և աղջկան նույն բուկետիկներից, շատ սիրուն է, շատ շնորհակալ եմ, կնշամ էջը որտեղից եմ պատվիրել, իրանք իմ բոլոր մտահաղացումներն իրականացնում են։ Բարի լույս, այսօր վերջապես իրական բարի լույս եմ ասում, ոչ թե ժամը 1-ին, գնում եմ նկարահանման, մի քանի նկարահանումներ ունեմ, հետո ատամնաբուժարան պիտի գնամ, հետո էլ ծննդի եմ, так что բոլորիս լավ օր։ Իրականում ինչ տեսք եմ ունենում ես։ Սիրուն սանց պատրաստված բան վիճակները մնաց տան հանարը։ Շատերիդ հետաքրքիր է ինչի եմ ես նորից հանձնում քննությունը, ասեմ ես մասով, որ ես հանձնել եմ 2 տարի առաջ, դրանից հետո 3 անգամ գործնական քննությունը կտրվեցի, որովհետև փակ պլաշատկայում էի հանձնում և վարել էլ նորմալ չգիտեի, նորմալ վարողներն էլ այդտեղ չէին կարողանա հանձնել, 3 անգամ կտրվելուց հետո մի տարի ժամանակ անցնում է և կարծեմ մի տարի և անվավեր է ճանաչվում նաև ձեր տեսական քննությունը, ես հանձնել էի 3 օր պարապելով, 19 թե 18 հավաքելով առաջին անգամից։ Հիմա անվավեր ճանաչվեց, մի տարի ես ոչ մի բան չարեցի, նորից պիտի գնամ տեսականը հանձնամ, որ հետո էլ արդեն անցնեմ գործնականին։ Ատամնաբուժարանը ես որ գնացել, ես մի կողմից լրիվ թմրած է, խոսելուց էլ կնկատեք, դուրս եկա ատամնաբուժարանից, մոտեցան նկարվելու, հիմա ոչ կարողանում եմ ժպտամ, ոչ չժպտալն է ճիշտ, սենց բերանից փակում եմ մի խոսքով դեմքս թեքում եմ, չգիտեմ նկատեցին, չնկատեցին, չնայած մի հատ էլ հաստատ անմոտ շենքի մոտեցան նկարվելու, այնքան վատ եմ ինձ զգում, երբ որ ես ատամնաբուժարանից դուրս եմ գալիս, իսկ ես վերջին մի քանի շաբաթում ես ամբողջ օրն ատամնաբուժարանում եմ ու այդ իրավիճակում եմ հայտնվում, հենց հիմա դեմքս ծուռ է ու ես ոչ մի բան չեմ զգում։ Լավ, ինչով է, այսօր նաև ներկայացման եմ 7-ից ես հրավիրված, գուշակեք ինչ ներկայացման և չգիտեմ այս ձևով ոնց չպարվեմ։ Այն սենց կցել եմ, ինչ ես սարքում։ Սարքում եմ պիրով։ Ինչով։ Սիրտդ ինչով որոզում։ Լավաշով։ Հումորով ու մեկ նման։ Մայրիկիս։ Այս զրզմփա։ Այս տանջակի Զրզմփա ապարատը վերել է, որ պիրոկ սարքի։ Ուզում եք ռեցեպտն ասեմ, դուք էլ սարքեք։ Կասեցնամ գաղտնիքները։ Չէ։ Կարոք առիչի անգամ եմ տենում, որ ձորք են։ Որ հարվ է մեջ։ Հետո 5 ձույ աստեղ լցրել, այդ կարակը լցնելու ես սրա մեջ, հետո կարակը ավելացրեցինք, ինչին, խոսամա, ես չգիտեմ ռեցեպտը, դու պիտի ասես, ձվին,
Կադրս ինչ փչացնում է, ձվին ու ինչին։ Տեսակին, հետո ձետ ու կարակ։ Ոստեղ մաման ինչ-որ ճաշ է պատրաստել, այդ ճաշն է ավելացնելու։ Ինչ է, այդ ճաշի մեջ ինչ է։ Քացախ խնձորի։ Մի րոպե, ինձ սմետանի քացախ, հա։ Չէ, հիմա քացախ ենք ավելացնում։ Բայց ես ինչ է, սմետանու ինչ։ Սոդա։ Սոդա, բա մածուն։ Մի գտարել մածուն։ Ու հիմա է քացախ։ Վաա։ Այդքան քացախոր լցրեցիր։ Մամ, հետո։ Ինչ ես պատրաստում։ Ասա։ Ասեմ, որ մամայի հետ ոնց ես խոսում, մամայի հետ։ Հիմա ես ես գծեմ մեջ։ Ասում Մարիա քուրիկա հետ։ Մամային է, մամա շուտ արա։ Այ։ Դե ասա հետո։ Ավելացրեց Սմետան մածուն Կալաբարացյան։ Всё, հիմա հարում ենք ու դնենք դուխովկա, բալյուր։ Իբր ինքն է սարքում, էլի սաղ ռեցեպտը ես ասեցի։ Հիմա խնձորն ավելացնում ենք պիրոգին։ Ով ինչ կարա զարկում է։ Անդեն ուշա։ Կարող ես խնձոր պետքա վերջում շարենք։ Ոչ։ Մամես ինչ է։ Մամ դե խոսա։ Մամ ինչ ես։ Աղցան։ Այո։ Ինչով։ Սոցով։ Ծիրանի կուտ, դե չիր, սալորի ու բծիրանի, վառացա, հա, ու խնձոր, չէ։ Այո։ Լավ էլ պատրաստինի ցույց կտամ։ Մամ ընտիր ա եղել, բոլոր խոսքերս հետ եմ վերցնում։ Մարիայի հետ շատ սիրում թե ինձ։ Հավասար սիրում եմ։ Շատ լավ, այսա ուտեմ մի հատ էլ տենց ասեմ ոնց էր։